Առաջին հայացքից օրինական թվացող հրաձգարան, որտեղ պարբերաբար անցկացվում էին պարապմունքներ կիրառելով տարբեր զինատեսակներ, սակայն իրական պատկերը բոլորովին այլ էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Եղվարդ քաղաքի տարածքում գտնվող կազմակերպություններից մեկը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, առանց համապատասխան թույլտվության իրականացնում է հրաձգության պարապմունքներ, որի ընթացքում այցելուներին տրամադրում է ապօրինի պահվող զենք և զինամթերք։ Կոտայքի քրեական ոստիկաններն ու համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն անմիջապես գործի են անցել։ Համատեղ իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Պարզվել է, որ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը տևական ժամանակ հրաձգարանի այցելուներին ապօրինի պահվող զենք զինամթերք է տրամադրել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շուրջօրյա սահմանվել կազմակերպության նկատմամբ, ինչից հետո արդեն իսկ քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ խոզարկություն իրականացվել նշված կազմակերպության տարածքում, որի արդյունքում արդեն հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի պահվող զենք և զինամթերք։ Հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր և այլ զինամթերք։ Եղվարդի բնակիչ 51-ամյա տղամարդը և ևս մեկ անձ ձերբակալվել է։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության թիրախային աշխատանքը շարունակվում է։ Բարև ձեզ։ Ես Դավիթ Թումասյանն եմ և այսօր մենք շարունակում ենք խոսել երեխաների նկատմամբ բռնության մասին և քննարկելու ենք ֆիզիկական բռնությունը։ Ֆիզիկական բռնությունը երեխաների նկատմամբ ամենատարածված բռնության տեսակն է և միայն Հայաստանի Հանրապետությունում վերջի 3.5 տարիների կտրվածքով 800 երեխա ենթարկվել է ֆիզիկական ներգործության, այսինքն դա ծեծի հատկանիշներ պարունակող հանցակազմ է։ Բացի այդ, մոտ 300 երեխա ենթարկվել է առողջությանը տարբեր մարմնական վնասվածքների, ներառյալ նաև ծանր, միջին ծանրության և թեթև։ Դա միանշանակ բավականին մեծ թիվ է, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ որոշ դեպքերում թե ֆիզիկական ներգործությունը, թե առողջության թեթև վնաս պատճառելու մասին չեն բարձրաձայնում և չեն հայտնում։ Այսինքն այդ դեպքերում լատենտայնությունը, այսինքն դրանց գաղտնի մնալը, հասնում է ընդհուպ մինչև 80%։ Հարկ է նշել, որ ֆիզիկական բռնության ըստ պաշտոնական վիճակագրության հիմնականում ենթարկվում են տղա երեխաները, դեպքերի 70%-ը։ 30%-ը դա աղջիկ երեխաներն են և դա միգուցե պայմանավորված է դաստիարակչական կամ այլ մոտեցումներով կամ աղջիկ երեխաների նկատմամբ որոշակի մեղ վերաբերմունք դրսևորելով։ Ինչու է այստեղ կարևորվում նաև դաստիարակության հարցի բարձրացումը, որովհետև երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության տարատեսակներից մեկն է նաև մարմնական կամ ֆիզիկական պատիժը, այսինքն երբ որ ծնողը, դաստիարակը, ծնողներին փոխարինող ցանկացած անձ, խնամակալ, հոգաբարձու եւ այլն նրանք փորձում են երեխային դաստիարակել ֆիզիկական ներգործություն իրականացնելով, ծեծի ենթարկելով։ Հարկ է նշել, որ նման մոտեցումը ծնողը իրականացնում է բացառապես ծնողավարման հմտությունների բացակայության պայմաններում, այսինքն երբ որ չի կարողանում երեխային բացատրել այդ երեխայի համար հասկանալի եւ պարզ լեզվով։ Եվ օրինակ եղել են սոցիալական հարցումներ, որի ժամանակ ծնողին հարցրել են. իսկ ինչու ես հարվածել երեխային, եւ նա պատասխանել է. 10 անգամ նույն բանը ասում եմ եւ ինքը շարունակում է դա անել։ Նայեք, այստեղ կարևոր հմտությունը այն է, որ նույն բանը 10 անգամ ասել պետք չէ։ Եթե մեկ անգամ մենք ասեցինք նախադասությունը եւ երեխան չհասկացավ, դա նշանակում է, որ մենք պետք է փոխենք այդ ոճը, որով որ խոսում ենք երեխայի հետ, վերաձևակերպենք նախադասությունները եւ կիրառենք այնպիսի բառեր, որպեսզի երեխան հասկանա մեզ։ Մենք եղել ենք երեխա, երեխան մեծահասակ չի եղել։ Հետևաբար մենք պարտավոր ենք ճանաչել եւ հասկանալ երեխային, այլ ոչ թե հակառակը։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ է մտածում երեխան այս կամ այն քայլը անելուց։ Ավելին ֆիզիկական ներգործության հետևանքով մենք ունենում ենք նաեւ հեռահար հետևանքներ։ Շատ դեպքերում, երբ որ երեխան ստանում է որոշակի տրավմա, դա ազդում է նրա վարքագծի վրա, ազդում է նրա զարգացման վրա եւ ինչ են ցույց տալիս բոլոր հետազոտությունները։ Այն երեխաները, որոնք որ ենթարկվում են ֆիզիկական բռնության, նրանք հետ են մնում զարգացման մեջ եւ ֆիզիկապես նրանք լինում են ավելի փոքր,
ունենում են որոշակի խնդիրներ ոսկրային մկանային հյուսվածքների հետ։ Նրանց զարգացումն է հապաղում, նրանց վարքագիծն է փոխվում, դա ազդում է նաև նրանց առաջադիմության վրա։ Երեխաների պարագայում բռնությունը կարող է իրականացվել նորից ցանկացած վայրում, թե ընտանիքում, թե բակում, թե դպրոցում, ցանկացած միջավայրում, որտեղ երեխան գտնվում է։ Բայց երեխաները շատ ծանր են տանում այն բռնությունը, որը նրանց նկատմամբ կիրառում են ծնողները կամ ընտանիքի անդամները։ Ինչու, որովհետև ընտանիքը երեխայի համար այն առաջնային օղակն է, որը պաշտպանի իրենց, որը օգնի իրենց, որը կարողանա ձևավորել նրանց մոտ ճիշտ հատկանիշներ, ճիշտ արժեքներ։ Իսկ այստեղ երեխայի նկատմամբ բռնությունը գործադրում է այն անձը, ով պետք է իրեն պաշտպանի։ Երեխաները շատ հաճախ սկսում են պաշտպանվել։ Նրանք, երբ որ ֆիզիկական ուժը ներում է, բռնում են ծնողի ձեռքը կամ փորձում են ինչ-որ ձևով դիմադրել եւ սկսում են բռնություն գործադրել նաեւ ծնողի նկատմամբ։ Պատահական չէ այդ հանգամանքը, որ բռնության ենթարկված երեխաների մոտ 15%-ը հետագայում, երբ որ դառնում է չափահաս, սկսում է բռնություն գործադրել իրենց տարեց ծնողների նկատմամբ։ Եվ այստեղ պատահական չէ ասել, որ բռնությունը ծնում է բռնություն։ Եվ եթե երեխային դասիրակում են բռնությամբ, դա նշանակում է, որ հետագայում այդ բռնությունը կարող է կրկնվել նաեւ այդ բռնություն գործադրած անձի նկատմամբ։ Երեխայի նկատմամբ բռնությունների դեպքերի մասով մենք պետք է հիշենք հետևյալ մոտեցումը։ Եթե երեխային պատճառվել է որևիցե մարմնական վնաս, պարտադիր պետք է դիմել բժշկի։ Ինչու է անհրաժեշտ նման մոտեցումը, որովհետև կարող է մենք չունենանք արտաքնապես տեսանելի որոշակի հատկանիշներ, բայց իրականում լինի ներքին արյունահոսություն, լինի գլխուղեղի հեմատոմա կամ այնպիսի վնասվածքներ, որոնք որ նկատելի չեն եւ իրենք տալիս են իրենց արձագանքը օրեր հետո։ Եվ ցավոք սրտի որոշ իրավիճակներում նման անգործությունը կարող է հանգեցնել նաեւ մահվան։ Մենք ունենք դեպքեր, երբ որ բռնությունից հետո, երբ որ երեխան իրեն թույլ էր զգում, ինքը օրեր շարունակ մնացել էր տանը, իրականում եղել էր ներքին արյունահոսություն եւ երեխան մի քանի օր հետո ուշքի չգալով մահացել էր։ Դրա համար բոլոր այս իրավիճակներում խիստ պարտադիր է, անգամ փոքր վնասվածքների դեպքում, այնպիսի վնասվածքների դեպքում, որոնք որ հանգեցնում են երեխայի լորձաթաղանթների գունատության կան արյունահոսության հատկանիշներ, պարտադիր դիմել բժշկին եւ ստանալ պատշաճ օգնություն, պարտադիր իրականացնել այնպիսի հետազոտություններ, որպեսզի պարզվի երեխան կոտրվածք ստացել է, ցնցումներ արկա են թե ոչ։ Եվ միայն այդ գործողությունները կատարելուց հետո մենք կարող ենք իրավիճակը ճիշտ գնահատել։ Եթե որևիցե երեխա ենթարկվել է ֆիզիկական բռնության, ապա նրա նկատմամբ բժշկական զննությունը պարտադիր նախապայման է հանդիսանում։ Երկրորդը, երբեք երեխաների պարագայում պետք չի բռնությունը կիրառել որպես դաստիարակչական մեթոդ։ Ինքը չի դաստիարակում, ինքը ընդհանրապես սահմանափակում է երեխայի վարքագիծը կոնկրետ իրավիճակում։ Իսկ հետագայում, երբ որ արդեն այդ իրավիճակը չկա, երեխան կարող է ավելի բիրտ, ավելի կոպիտ գործողություններ իրականացնել։ Եվ երրորդը, բռնության դեպքում մենք ցավոք սրտի երեխաների մոտ ձևավորում ենք ուժի կանոնը, որը նշանակում է, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, եւ իրանք սկսում են այդ բռնությունը փոխանցել բակ, դպրոց, այլ միջավայրեր եւ գնալով ագրեսիվությունը այդ երեխաների մոտ կարող է ավելանալ, առավել եւս եթե իրենք զգան անպատժելիություն։ Դրա համար բոլոր դեպքերում ֆիզիկական բռնության ցանկացած դեպք պետք է ստանա պատշաճ արձագանք եւ պատշաճ մոտեցում։ Ընդ որում կարելի է դիմել ցանկացած մասնագետի, եւ ոստիկանի, եւ սոցիալական աշխատողի, եւ հոգեբանի, եւ բժշկի։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ հազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։
Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։